Մեդիահաբ TV-ի իմունիտետ հաղորդաշարին հյուրընկալվել էր դերասան Կարեն Հովհաննիսյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Ռոզի Ավետիսովայի դիտարկմանը, թե սահմանները մեր մոտ վաղուց խախտված են, եւ հարցին հայրիշխանության գաղափարը որքանով է ակտուալ, երբեմն ցայտուն մայրիշխանության ժամանակ Կարենը պատասխանեց այսպես. Հայրիշխանությունը ոչ թե կոնկրետ վերագրվում է տղամարդուն, այլ հայր, հենց տիրոջ մասին է խոսքը։ Տերը որպես տղամարդ հայր, ամբողջությամբ ասում է դրա մասին, որ տղամարդը ի վերուստ ստեղծված է իշխանության ու հայր լինելու համար, որպես առաջին մարդ տղամարդն էր ու դրանից բխող երևույթները պիտի կոպիտ չհնչի, իր կուրսով շարժվեն, որովհետև կարգն է այդպես։ Կին ու տղամարդ հարաբերությունների ու հավասարության մասին են խոսում։ Մենք բնությունից բավական հեռացել ենք։ Երբ ասում են հավասար են, ես միշտ ասում եմ, հիմա ձեր տանը ուզում եմ հասկանամ երկու կին է ապրում, թե երկու տղամարդ։ Եթե դուք հավասար եք, բա ուր է տղամարդը, բա ուր է կինը, հնարավոր չի, հասկանում եք։ Բնության, նույնիսկ կենդանիների մեջ այդ հավասարությունը գոյություն չունի, որ նրանք բնազդով են առաջնորդվում։ Հարցին, թե մայրիշխանությունը վատ բան է, Կարենը պատասխանեց, որ վատ չէ, եթե այդտեղ տղամարդ չկա եւ հավելեց. Յուրաքանչյուրիս մեջ կա բնությունը, մենք սա պիտի հաշվի առնենք։ Ուղղակի մեր օրերում ուրիշ կարգեր, ուրիշ բարքեր են առաջ եկել։ Վերջին տասնամյակում մենք չենք լսում պարտականություն բառը, անդադար լսում ենք իրավունքը։ Երբ որ յուրաքանչյուր մարդ պարտականությունների կարևորությունը իր ներսում զգա, իրավունքի մասին ոչ ոք չի մտածի։ Իրավունքը քեզ ի վերուստ տրված է որպես կին, որպես տղամարդ, որպես զույգ, որ կարողանաք միասին դրսևորվեք, որպեսզի սիրուն բան ստեղծեք։ Հարցազրույցից սիրով առանձնացրել էինք այսքանը։ Այժմ առաջարկում ենք դիտել ինստագրամյան հարթակից հոլովակներ առանց մեկնաբանության։ Ես քեզ տալիս եմ արտահայտություններ, հարցեր եմ տալիս, այսինքն վայ, ես հիմա քեզ հարցեր եմ տալիս, որ դու 0-ից 10 բալային համակարգով ասում ես, թե ինչքան կնեղանեիր, եթե տենց անեի։ Ստանդարտ հարցեր եմ տալիս։ Օրինակ, որ գայիր ու ես հաց սարքած չլինեի, տենց դու շատ սոված լինեիր։ 0-ից 10 բալային համակարգով ինչքան կնեղանեիր ինձից։ 5 5? Դե որտեվ 5 կնեղանայի, որ չես սարքել, 5-ն էլ մտածելու տեղ է տալիս, կարող է եւ զբաղված ես եղել ինչ-որ շատ կարևոր մի ուրիշ բանը, որ չես հասցրել հաց սարքել։ Լավ, օքեյ։ Իսկ եթե մեքենան խփեմ։ 0, այդ չի կարելի մեքենա խփել, որտեղ Այդ եղավ 10, այսինքն 10 կնեղանաս ամենաբարձրը։ Միանշան։ Նախ այդ որտեվ կյանքի հետ է պայմանավորված, կարող անց խփես անդառնալի բաներ լինի։ Իսկ եթե քո սիրաչորը վառեմ արդյունքելուց։ Այդ արդեն զգուշության հարց է, պիտի ուշադրի լինես, այդպես մի 8 հոտ կնեղանա։ Ինչ շոտ ես նեղանում դու, մարդիկ ասում են 0, ոչինչ խնդիր չկա, այդ մի անգամ մի սարքետ են վառի։ Դու տոքսիկ ես։ Պիտի ուշադիր լինես, ուշադիր, այսինքն եթե դու գիտես, որ դա ուշադրություն է պահանջում, պիտի այդ ժամանակ ուշադիր լինես։ Ես չեմ ուզում այլևս շարունակեմ այս տրենդը։ Սպասի, մի հատ են հարցնում։ Իսկ 0-ից 10 բալային համակարգով ինչքան կնեղանաս, եթե ես մահանամ։ Ումից նեղանամ։ Էլ։ Իսկ եթե երբ։ հետաքրքիր է, հա։ Կարեն կարագացնենք process-ը կար։ Դու ուզում ես մահանամ։ Կարեն դու ուզում ես մահանամ։ Չէ, կատակ եմ անում։ Բա ընկերներ, որ մի օր շատ շուտ մահանամ, ինչ որ շատ բան լինի, իմացեք ում պետք է կասկածեք։ Ավսո։ Նայ ինչ սիրուն տեսարան եմ գտել, նայ բայց չխփենք։ Նայ հիմա կարես ասես ինչ մտածում ես։ Չգիտեմ ինչ ես։ Ինչ պետք է ասեմ։ Ինչ որ բան պետք է ասեմ։ Չէ, տեքստ չեմ տվել, ասա այն ինչ ուզում ես։ Ի սկզբանե բանն էր։ Ցիկաբանության դասախոսին հիշեցի։ Չէ, Կարեն, ես ավելի աշխարհիկ բան նկատի ունեի։ Կարքեզ կոնտենտ ստեղծող սոտիկի թոշիկ։ Ինչի օրինակ բլոգ արեցիր հեռախոսը։ Վայր ընկել, ինչ ես գնում։ Վայր ընկնեմ։ Վայր ընկնեմ։ Նստիրն է։ Մի կերպ ենք դիմանում, բա։
Ընկերներ ողջույն, ուրեմն այսօր ես լուրջ եմ տրամադրված, պետք է գնամ եւ ազատվեմ այն բոլոր հագուստներից, որոնք ես չեմ կրում կամ կրում եմ հազվադեպ, ու չգիտեմ իրականում ինչի հետ համադրեմ, շատ դժվար եմ համադրում, ինչևէ, իսկապես լուրջ եմ տրամադրված, որովհետեւ ամբողջ գեստապահարանիցս երևի 30% եմ ես կրում, գնանք ազատվենք այդ բոլոր իրերից։ Նետո ես են Զոյային նկարեմ։ Այ Զոյային ցույց տանք։ Չէ, ես նկարեմ։ Նկարի։ Բայց չկցես ռախսես։ Նան քեզ ես նկարում, նան։ Վերջերս Մանեն հանդես եկավ մի նախագծում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին։ Համացանցում քննարկումները շատ էին, կարծիքները տարբեր։ Սակայն հիմնականում քննարկում էին, թե ինչպես եղավ, որ Կարենը համաձայնվեց Մանեն լինի եթերում։ Կարենն ասեց, ինչի չես հարցնում, ինչու դեմ չէի։ Առաջարկից հետո ձայն չեմ հանել 3 օր, ինքն էլ չի խոսել։ Ասեց չի հետաքրքրում ինչի բան չեմ ասել։ Ասեցի հետաքրքրում ա, ուղղակի վախենում էի վատ արձագանք ստանայի, կոնֆլիկտ լիներ, փոշմանեիր։ Ասեց որովհետև քեզ շատ եմ սիրում ու ուզում եմ երազանքներիդ հասնես, գիտակցում եմ, որ բացի մենքից դու առանձին անհատ ես։ Կար մի շրջան, երբ տանուլ էի տալիս ընտանիքը, ոչինչ չէի հասցնում։ Թողեցի եւ ընկա խորը դեպրեսիայի մեջ, որովհետև անսովոր էր աշխույժ ապրելակերպից հետո կորցնել ամեն ինչ։ Երկար տանջվելուց հետո դիմեցի մասնագետի։ Խոսելով տաբուներից դերասանուհին ասաց. «Մենք ունենք տաբուներ, դա ի սկզբանե եղել է Կարենի կողմից, որի հետ ես համաձայնվել եւ համակերպվել եմ լիարժեք ընկալել։ Օրինակ, իրական համբույր տեղի չի ունենում, թե Կարենի խաղով, թե ես իհարկե նոր եմ սկսել, թե իմ խաղով։ Դա տաբու է մեր համար, դրան հեշտ լուծումներ կան, իմիտացիաներ։ Մանե Հակոբյանը հայրիկի հետ սերտ-շփման մեջ չէ։ Ես 8-9 տարեկան եմ եղել, երբ ծնողներս բաժանվել են։ Այն երեխաներից չեմ եղել, որ մեղադրեմ, հակառակը միշտ ասել եմ, որ դա իրենց լավագույն որոշումն է եղել։ Մամայի մոտ եմ եղել, մեծացել, դրա համար մամայի հետ եմ կայացրել որոշումներս, չնայած որ հորական կողմիս հետ լավ հարաբերությունների մեջ եմ, նա մանավանդ տատիս։ Ոչ մայրս է ամուսնացել, ոչ հայրս, բայց երկուսին էլ կհորդորեմ։ Կար շրջան, երբ ամուսնու Կարենի հնչեցրած խոսքերից մեկը խիստ ծնողավարման մասին քննադատվեց համացանցում։ Կիսում է արդյոք այդ միտքը Մանեն։ Չեմ կիսում, բայց կարևոր բան կասեմ, Կարենը շատ տեղեր արտահայտվելիս խոսել է էմոցիոնալ ու բուռն։ Այնպիսի դեպքերից, թեմաներից հետո է խոսել, որոնք իրեն ցավեցնում են, վախեցնում են ու անգամ ջղայնացնում։ Ընկալում եմ, որ դա իրական չի։ Շատերս անգամ ամենախաղաղ մարդիկ անում են արտահայտություններ ինչ-ինչ պահերի։ Կարենը սարսափելի, բարի, նուրբ, հասկացող ծնող է։ Ուղղակի պետք է տհաճ խոսակցություններ չբացել, չջղայնացնել, քանի որ էմոցիոնալ է, կարող է արտահայտվի, բայց այդպես չի։